այս ոլորտը, որը ստեղծարար ոլորտն է, բավականին լայն, վատ ձևակերպված կամ քիչ ձևակերպված ոլորտ, ինչ միտումներ կամ ինչ ազդակներ եք տեսնում, որ մենք ունենանք։ Ես առաջարկում եմ creative industry-ով մշակույթի նախարարությունը չզբաղվի։ Մշակույթի նախարարությունը զբաղվի մեր ազգային մշակույթի զարգացումով։ Մեր նպատակը որպես պետություն դա կլինի ԲՏԱ-ն, ԿԳՄՍՆ-ն, չգիտեմ, էկոնոմիկայի նախարարությունը պիտի լինի ամեն ինչ անել, որ այդ ներուժը կարողանա իր ծառայությունները ոչ միայն ներկայացնել, այլ ծառայությունները մատուցի։ Մշակութային ոլորտում մասնավորապես գրանտից գրանտ ապրողներ կան։ Քանի որ կախված են գրանտերից, իրանք իրականում հիմնական ստեղծագործական աշխատանքով չեն զբաղվում։ I have to stress this, the working conditions for artists have to be safeguarded in order for people to actually see the artistic profession as a viable option. Այս ոլորտը, եթե մենք նայենք առնվազն միջազգային դասակարգումով, մեզ մոտ ամենաարագ աճող ոլորտն է։ Մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համախմբված ու զորացված համայնքի, սուպեր համայնքի, որը ուղղված է լինելու Հայաստանը ավելի լավը դարձնելուն, ավելի տրանսֆորմ անելուն։ Շնորհակալություն սիրելի պանելի մասնակիցներ եւ հյուրեր։ Մենք այսօր հետաքրքիր քննարկում ունենք, հույս ունենք, որ ձեզ համար էլ հետաքրքիր կլինի։ Փորձելու ենք մի քիչ դուրս գալ այն իրականությունից, որի մասին խոսում ենք առաջին կեսին, ներկա ժամանակից մի քիչ դուրս գանք, որովհետև դա ծուղակ է եւ եթե մենք անverջ խոսենք այն խնդիրների մասին ու այն իրավիճակի մասին, որում մենք ենք, հավանաբար ոչ մի հետաքրքիր բանի չեն գա, այլ անընդհատ այսպես ռեակտիվ բաներով կփորձենք արձագանքել։ Այսօր պանելի մասնակիցների կազմը թույլ է տալիս, որ մի քիչ դուրս գանք դրանից, ավելի մեծ մտածենք ու մի քիչ նաեւ ավելի ապագայի մասին մտածենք։ Փորձելու ենք մոդելավորել, եթե այսպես ավելի հեշտ է ձևակերպել, ինչ ենք մենք ունենալու ապագայում։ Ծրագրավորման լեզվում ասում են հակադարձ ծրագրավորում կամ reverse engineering, հա, փորձելու ենք դա անել, հասկանալ այսօր մենք ինչ ունենք ու դեպի ուր ենք գնում, ու դրա համար բոլոր ոլորտներից ներկայացուցիչներ ունենք պանելում։ Մենք ունենք միջազգային էկոհամակարգը, այսպես ասած, ներկայացնող գործընկեր Artnexus-ից, մենք ունենք տեղական տվյալների ու վերլուծական միտքը ներկայացնող գործընկեր, քաղաքականությունների մշակումը, ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք նաև փակում են բացերը, որոնք կառավարությունը չի հասցնում կամ չի կարողանում իրականացնել, ու նաև ունենք այս մեր իրականության համար շատ ներկայացուցչական մի մոդել, որը հարթակն է, հարթակի ներկայացուցիչ, ինչպես անենք, որ այն հարցերը, որոնք մենք ունեն, դրանց համագործակցային լուծումներ տանք։ Առաջին հարցը, որի շուրջ կուզենայի, որ մենք սկսենք խոսակցությունը, լինելու է մի քիչ, եթե ուզում ենք, ախտորոշում, հա, դիագնոստիկա։ Ու նորից նայենք մեր դիտակետից դուրս գանք դեպի ապագա, հասկանանք 10-15 տարվա կտրվածքում այս ոլորտը, որը ստեղծարար ոլորտն է, բավականին լայն, վատ ձևակերպված կամ քիչ ձևակերպված ոլորտ, այս ոլորտին ինչ միտումներ կամ ինչ ազդակներ եք տեսնում, որ մենք ունենանք, եւ հասկանանք ինչին ենք պատրաստ լինել, որն այն ապագան, որին պետք է պատրաստ լինել։ Մի քիչ փորձենք դիագնոստիկա անենք այդ ապագան մեր տեսանկյուններից։ Առաջինը իմ գործընկերը Artnexus-ից, ուզում եմ խնդրել, որ մի քիչ խոսի նրա մասին, թե մեծ միջազգային էկոհամակարգի զարգացման կամ քաղաքականությունների մշակման տեսանկյունից ինչ սիգնալներ է տեսնում այս ոլորտի համար, կամ ինչ այդպես տրենդեր, միտումներ է տեսնում այս ոլորտի համար։ Եթե օրինաչափություններ ձեր ոլորտում կամ այն երկրներում, որտեղ դուք աշխատում եք, լուսավորեք մեզ մի քիչ հասկանանք ինչին պատրաստ լինենք առաջիկա տասնամյակում։ And thank you so much for having me on this in this panel with all these. It's a great panel that you put together, and I'm really very honored to be here. So, in terms of your question regarding the forecast or what we have to be aware of or what challenges we are looking into, looking into the future, I think. So a little background. I represent the Swedish Arts Grants Committee, as does my colleague Magnus, and it's a bit of a, let's say, it's a bit of a misleading name because it's not. We don't only work with grants for artists. We monitor the situation for artists, their working conditions and their earnings in Sweden, and we also provide expertise for policy development both within Sweden and in the European context.
So with that in mind, I'd like to draw attention to the rights and status of the artist specifically. Because if we're looking at the creative industries, the main resource, or at its core, we have the creating artist, the independent artist, that is the workforce and the raw material, if you will, for this industry. So I think we need to keep in mind that and be mindful that whatever funding models we come up with, we have the artist and their independence at the forefront and the center. Yeah. Շնորհակալություն, մենք այս անհատական մակարդակին կվերադառնանք դեռ, որովհետև հաստատ եւ ապագայում եւ ներկայում անցնելու ենք այդ բոլոր աստիճաններով եւ անհատի որպես ստեղծարար ոլորտի միավորի եւ ինստիտուտների եւ նաեւ էկոհամակարգի զարգացման, բայց հիմա այս առաջի ռաունդին ուզում եմ հաջողով խոսքը փոխանցել Տիգրան Ջրբաշյանին ու մի քիչ դժվար հարց ձևակերպեմ, հա ձեզ Տիգրան, որովհետև դուք Հայաստանի գրեթե բոլոր ոլորտներում վերլուծության ու խորհրդատվության փորձ ունեք, այսինքն դա այնպիսի տվյալների շտեմարան է, ձեր գլխում պահվում Հայաստանի վերաբերյալ եւ ներկայի եւ վերջին տասնամյակների, որ տենց հայկական Դելֆիի տաճարի մոդելն է, այսինքն կարելի է գնալ մոտ ու հարցնել ինչ է մեզ սպասվում ապագայում եւ ինչ անենք հիմա։ Հիմա այդ նույն հարցով եկել ենք ձեր մոտ, ուզում ենք ինչ օրինաչափություններ եք տեսնում, այս ոլորտի վերաբերյալ ձեր եւ անձնական հետաքրքրությունը եւ մասնագիտական հետաքրքրությունը կա, ինչ օրինաչափություն ու խնդիրներ եք տեսնում, մի փոքր ձեր դիագնոստիկա մեզ հետ կիսեք։ Սենց ասեմ, իմ խորին համոզմամբ մենք ընդհանրապես չենք տիրապետում այն թեմային, ինչի մասին խոսում ենք, եւ դա ակնհայտ երևում է այստեղ եւ առավոտվա սկզբին մասում հնչած կարծիքներից եւ հիմա, որովհետև այս ոլորտը, եթե մենք նայենք առնվազն միջազգային դասակարգումով, մեզ մոտ ամենաարագ աճող ոլորտն է, եթե մենք իրականում հասկանանք, թե այդ ոլորտը ինչ է իրենից ներկայացնում։ Եթե մենք շարունակենք մնալ մշակույթի տրամաբանության ներքո, մշակույթ որպես ազգային ինքնության պաշտպանության եւ մարդու արտահայտման միջոց, այո, մենք կարող ենք պատկերացնել, որ մենք ունենք ողբալի վիճակ, հաշվի առնելով պետական ֆինանսավորման խնդիրները, պետական ինստիտուտների քայքայումը եւ այլն։ Բայց եթե մենք հասկանանք, որ creative art եւ creative industry-ան ինքը շատ ավելի լայն եւ շատ ավելի ներառական մաս է, սկսած fashion design-ից, վերջացրած ֆոտոինդուստրիային եւ վերջի վերջո այստեղ նստած է այդ մարդկանցից մեկը, մենք ունենք մի հատ ահռելի եւ արդեն global value chain-ի մաս կազմող այնպիսի ինդուստրիա, ինչպիսին է animation եւ VFX։ Եվ դա ոչ պակաս creative ինդուստրիա է, եւ իրականում ես կարծում եմ, որ մենք այստեղ այդ տվյալների հետ կապված եւ իդենտիֆիկացիայի, definition-ի հետ կապված ունենք լրջագույն խնդիր։ Աշխարհը, երբ որ ասում է creative industry, ուրիշ բան է պատկերացնում, մենք այստեղ creative art ասելով պատկերացնում ենք մեր սովետից ժառանգացված մշակույթի նախարարությունը եւ իրան պատկանող պետական ատյանները, այս դահլիճը եւ այլն։ Իրականում կարծում եմ ստեղից է սկսում խնդիրը։ Եվ որ հետո մենք այդ թեմային գուցե իմաստ կունենա վերադառնալ թե չէ, ուզում եմ որպես օրինակ բերեմ, մենք ունեինք տենց նախարար ժամանակին Արմեն Ամիրյան, մշակույթի նախարարն էր, նախկինների, հա, ընդունված տերմինոլոգիա կար, ու այն ժամանակ Միացյալ Նահանգներից եկել էին մեր Սփյուռքի ներկայացուցիչներ ու առաջարկում էին կինոյի ոլորտում այդ կոմիսիաների ինստիտուտը ստեղծել եւ քեշբեքի համակարգը ձևավորել կինոյի զարգացման համար, ենթադրելով, որ Հայաստանում պետք է կինո նկարը հանեն։ Ու դա շատ ողջավորված էր այն ժամանակ, կարծեմ այս վերջերս արեցին վերջը այդ գաղափարը։ Ու Արմենը ինձ խնդրեց, ասեց փող չունենք, շատ չնչին բյուջե ունենք, բայց ինձ պետք է հասկանալ, ինչպես Հայաստանը կարող է ինտեգրվի այդ global value chain-ի մեջ, որտեղ կարող է տեղ գրավի եւ ինչքանով է սա valuable։ Ես պայմանավորվեցի նախարարի հետ, ասի նայ, ես հիմա չգիտեմ պատասխանը, բայց ուզում եմ վստահ լինես, որ եթե պատասխանը լինի բացասական քո գաղափարին, դու ինձ չես տիպի փոխել, պայմանս դա էր։ Ու մենք նայեցինք այդ կինոյի ինդուստրիայում գաղափարի ծնվելուց մինչև տոմսերի վաճառք ինքը մոտավորապես 400-ա տեխնոլոգիական
միջոցառում կա, եւ այդ 400 միջոցառումները մենք փորձեցինք հասկանալ Հայաստանը որտեղ է կպնում։ Ու մեկ էլ հասկացանք, որ Հայաստանի միակ տեղը, որտեղ ինքը մրցակցային առաջարկը կարողանում անել, այդ օրինակ հենց այն animation եւ VFX ինդուստրիան է, որտեղ մենք կարողանում ենք համարժեք տանք։ Մեկ էլ հետո նայեցինք շուկային ու զարմանք մեզ, եթե բոլոր ստեղ Հայաստանի քաղաքացիները մի հատ հետ նայեն 15-20 տարի առաջ, եթե հիշում եք, կար տենց մի հատ ընկերություն Տրիադա, շատ դոմատիկ լուծումներ տվել։ Եթե հիշում եք, արդեն չեք հիշում, արդեն տեսնում եք, Pixar-ը կա Arlopan, կա Domino-ն, ու մեկ էլ հասկանում ես, որ իրականության մեջ մենք visual art-ի եւ high-tech-ի ինքը իրան տենց է ստացվել։ Անկախ նրանից պետությունը ինչ է արել, բայց մենք visual art-ի եւ բանի մեջ դարել ենք domain։ Եթե սրան հավելացնեմ Tumon, որը արտադրում է էլի visual art-ի եւ tech-ի մեջտեղի մշտական ներհոսք տալի, բարձրում է ինքը իրան մեր երկրում ձևավորվել է մի հատ հզոր կլաստեր, որը creative ինդուստրիայի լրջագույն կլաստեր է եւ որը օգտագործելով եւ դրա վրա կառուցելով մի հատ պրոյեկտ մենք կարող ենք դառնալ գլոբալ։ Եթե դրան ավելացնեմ, թե ինչքան աշխարհի խոշորագույն animation եւ VFX ստուդիաներում, սկսած Pixar-ից, ոչ թե Pixar, այլ Pixar-ից վերջացրած Lucas-ի ստուդիայից ինչքան հայեր են աշխատում որպես գլխավոր անիմատորներ եւ փոխնախագահներ, ակնհայտ երևում է, որ մենք ունենք մի հատ մեծագույն opportunity։ Այն ժամանակ մենք դիզայն արեցինք ու ֆինանսական մոդել հաշվեցինք Visual City-ի, որը առաջարկում էին կառավարությանը սարքել հայ ֆիլմի որոշակի մի մասում։ Հետո այդ պրոյեկտը տենց տեղափոխվեց, իրար հերթական բոլոր նախարարները եւ փոխնախարարները էկոնոմիկայի եւ մշակույթի ինձնից ուզում են այդ նույն նյութը ու տենց մենք երևի 7 հատ նախարար ա եղել թե 8 այս ընթացքում տենց հեղափոխական ոչ հեղափոխական, բայց տենց էլ ոչ մի բան չարվեց։ Մինչև հիմա այդ պրոյեկտը տենց օդի մեջ կախված է, իսկ ինդուստրիան զարգանում է։ Arlopan-ն էլ է զարգանում, Pixar-ն էլ է զարգանում, ել չասեմ, որ այս պրոյեկտում արվելանում են լիքը animation խմբեր։ Դուք գիտեք, որ աշխարհի բավական լուրջ քանակ անիմացիոն ֆիլմերի նկարվում է ստեղ տարբեր թիմերով 20 հոգեանոց, անգամ չձևակերպված։ Մենք ունենք այսօր մի հատ տենց մեծ կլաստեր այսօր creative art-ում, creative ինդուստրիայում, որի մասին եթե ասենք թե թողես ոչ ոք չի խոսա, որտեվ դա ոչ մեկի պատկերացման մեջ դա creative art չի։ Եվ ստեղից է իմ ենթադրությունը, որ մենք լուրջ խնդրեմ ունենք մեր թե պետական քաղաքականության իրականացման ոլորտում, թե մասնագետների, թե ՀԿ-ների, թե միջազգային կառույցների մենք չենք կարողանում որոշել ինչ է նշանակում creative art եւ creative industries։ Ներողություն մի քիչ էմոցիոնալ էր, ով բոլորը գիտեն, որ էս տենց։ Շնորհակալություն։ Ի սկզբանե, երբ որ ասային նախորդող կատապուլտ ստեղծար ոլորտի ակսելերատորներ եւ այս թեման քննարկում են ու նաեւ հղում էին կանոն այդ հետազոտության վրա կինոինդուստրիայի զարգացման տեսլականի մի քանի հարց կա, այսինքն անհատական մակարդակում շատ արագ զարգանում է ինդուստրիան ու մենք ունենք հետաքրքիր դեպքեր առանձին, ինստիտուցիոնալ այդ ձեր ասած կլաստերները այնուամենայնիվ կամ տեսանելի չեն կամ դժվարությամբ են։ Ինչի պատճառով քաղաքականության աջակցություն, թե շուկան փոքր է դրսի շուկայի համար ենք աշխատում, թե ակնհայտորեն որ մեր շուկան փոքր է, մենք պետք է աշխատենք դրսի համար։ Դա եթե մենք ուզում ենք կարողացնենք կլաստերներ, այդ կլաստերները պետք է ուղղված լինեն արտահանման։ Նմանատիպ փոքր շուկա ունեցող երկրները չեն կարող ունենալ creative industry, այս մեկ։ Սա կարևորագույն էլեմենտ է։ Իսկ ինչի դա չի արվում, որտեղ իրականում շատ ակնհայտ է, որ creative industry-ն ամենակիչ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտներից մեկն է, որտեղ հիմնական բանը, differentiator-ը դա մարդու երևակայությունն է, դες intellectual property-ն է։ Եվ ինչի ստեղ չի արվում, որտեղ շատ པարզ պատասխան, հետո փոխանցեմ պետական իմ համակարգի ներկայացուցիչին, ինքը կփորձի այդ հարցի տակից դուրս գալ, որտեղ մենք ունենք խնդիր պետական հանրային կամքի, քաղաքական կամքն է պակասում եւ ցանկությունը վերցնել պատասխանատվություն, որտեղ դա իրականության մեջ լուրջ ռիսկային որոշումներ պետք է կայացվեն, օրինակ ձևավորել creative hub-եր եւ տրամադրել օրինակ տարածքներ, որտեղ կլինեն արվեստանոցներ
եւ այդ արվեստանոցները շատ չնչին գներով տրամադրվեն արտիստներին եւ ոչ ոք չի ուզում այդ պատասխանատվությունը վերցնել պետության կողմից, որովհետեւ դա ենթադրում է, որ դու ռիսկ ունես, որովհետեւ այդ արտիստը ստեղծագործելու է եւ արդյոք ինքը կստեղծագործի այնպիսի product, որը կվաճառվի, թե չէ, այդտեղ հարցական է, դա վենչուրային շատ մոտիկ վենչուրային ներդրում է պետության կողմից եւ քանի որ դա ռիսկային է քաղաքական կամքի բացակայության պայմաններում քաղաքական պատասխանատվություն վերցնելու լրջագույն խնդիր կա իմ կարծիքով ստեղ է որտեղ այլ բացատրություն փող չկա տենց չի դրա համար փող մեծ պետք չի շատ ավելի քիչ փող է պետք կլաստեր ստեղծելու քան թե արդյունաբերական ձեռնարկություն ստեղծելու կամ գյուղատնտեսական այգի ստեղծելու այստեղ այդպիսի ներդրումների մասին չի խոսքը Ստեղ ավելի շատ այդ ռիսկայնության աստիճանն է եւ ստեղ երևի պետք է խոսել ՀԿ-ների, տարբեր կառույցների, որոնք մի քիչ բալանսավորեն այդ ռիսկերը եւ պետության հետ համատեղ մտնելով այդ գործի մեջ չթողեն այդ ամեն ինչը պետական պաշտոնյաների թևերին, որտեղ իրանք այդ որոշումները չեն կայացնելու ու շատ երկար դեռ Հայաստանում այդպիսի պատասխանատվություն պետական այրերը չեն վերցնելու իրանց վրա դա իմ խորին համոզմունքն է այդքան Մենք այդ խնդիրը միշտ տեսել ենք առաջնահերթության սահմանման, այսինքն հիմա հատկապես երբ որ չկա մշակույթի նախարարություն, դա գործառույթ է մեծ նախարարության ներսում, շատ ավելի դժվար կլինի առաջնահերթություն սահմանել մեծ քաղաքականության մեջ, բայց շատ պրագմատիկ այս ոլորտը աշխարհում շատ չասեմ եկամտաբեր, բայց շրջանառությունը հսկայական է։ Հիմա համադրելի է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, այն լայնությունը, որ սպեկտրը ունի, իսկապես պրագմատիկ առումով պետքա որ հետաքրքիր լինի պետության, ու պետությունը պետքա որ իր քաղաքականությունները այնպես մշակի, որպեսզի խթանի։ Սկսած, չգիտեմ, հարկային քաղաքականությունից, որը պետք է խթանող ու խրախուսող լինի, վերջացրած տարածքների ստեղծումից, ինչպես է տեսնում նախարարությունը ու Սվետլանան է այսպես այսօր պատասխանում ամենաերևի կոնստրուկտիվ գործընկերներից է մեր, բայց ձեր վրա ընկել այդ բեռը ասեք խնդրում եմ ինչպես է տեսնում նախարարությունը առաջնահերթություն սահմանելը նախ այս ոլորտի համար, որտեղ որ հնարավոր է խթանելը, որտեղ որ հնարավոր է արտահանելը ու դրան աջակցելը, որովհետեւ մենք չունենանք կղզիներ, մենք իսկապես կլաստերներ ունենանք ու ճանաչելիությունը մեծանա, դա երկրի համար էլ շահավետ բավականին ուղղություն կարող է լինել։ Շնորհակալություն հարցի համար, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել նախորդ բանախոսներին եւ հատկապես ձեզ Տիգրան, ասեմ հետեւյալը, որ սկսենք հետևյալից, որ ստեղծարար արդյունաբերություն ասելով մենք համենայն դեպս նախարարության կողմից իրականացվող վերջին 2 տարվա գործընթացներում կարծում եմ աստիճանաբար պիտի համոզվի նաև մեր ստեղծարար ոլորտը ներկայացնող համայնքը մոտեցումներն ու սկզբունքներն են փոխվել ես ենթադրում եմ որ դուք լրացուցիչը երկրորդ կամ երրորդ հարցերով դրան կանդրադառնաք եւ ես դա ավելի կմանրամասնեմ հիմա կփորձեմ ավելի ընդհանրական դրա մասին խոսել խնդիրը հետեւյալն է որ մեզ համար ստեղծարար արդյունաբերությունը միայն ինչպես նշեցիք կոնկրետ առանձին անհատը չի Իսկապես եւ դա չի վերաբերում հստակ միայն մշակույթը ներկայացնելու կամ արտահանելուն, որովհետեւ եթե մենք մնանք այդ ձևաչափի մեջ, այդ պարագայում անշուշտ մենք կլինենք ընդհանրապես մեր մշակույթը հանրահռչակողը։ Աշխարհը առաջ է շարժվում, մենք փորձում ենք քայլել հնարավորինս դրան համահունչ եւ պարզ է որ հասկանում ենք, որ ստեղծարար արդյունաբերության ոլորտը պիտի գիտակցվի ոչ միայն պետության կողմից, այլև այդ ոլորտը ներկայացնող մարդկանց կողմից, հանրության կողմից, ոչ միայն որպես մշակութային արտադրանք ներկայացնող կամ մշակութային արտադրանք մեկը մյուսին տրամադրող, սպառող, այլև մշակութային արտադրանքի միջոցով եկապունտ գեներացնող։ Նախարարության մշակութային ռազմավարության մասին կառավարության կողմից ընդունված փաստաթղթում, որը 23-27 թվականի համար մշակույթի ոլորտի պետական ռազմավարությունն է նախանշել, ստեղծարար արդյունաբերության զարգացման վրա մեծ ուշադրություն է դարձվում եւ դարձվում է հենց այդ ձևաչափով, որ իրապես ստեղծարար արդյունաբերությունը չլինի միայն առանձին արվեստագետների մասին ինֆորմացիան ներկայացնելու, ցանցային համագործակցություն ձևավորելու տարբերակ կամ ձևաչափ, այլ հակառակը ինքը գնա դեպի կլաստերային ինչ որ մի հատ կլաստերների ձևավորում, որի փորձը եւ օրինակները մեր տարբեր ձևաչափով արտ երկրի
մեր գործընկերների կամ միջազգային կազմակերպությունների հետ շփվելու արդյունքում մենք ոչ միայն տեսնում ենք, այլև փորձում ենք յուրացնել եւ իրականացնել։ Կարծում եմ բոլորդ շատ լավ կարող եք վկայել եւ փաստել, որ նմանատիպ մինի կլաստերներ արդեն իսկ մենք նախաձեռնել ենք ձեզ հետ միասին նույն կատապուլտ ծրագրի կամ Creative Armenia-ի ձևաչափով, որ ստեղծվել են տարբեր art-box-եր, չգիտեմ, այլ կլաստերներ, ընդ որում ոչ միայն Երևանում, այլ հակառակը մարզային հատվածում, որի նպատակը հենց մարզի ստեղծարար արդյունաբերության ներուժի բացահայտումն է, որտեղ Երևանում ըստ իս բոլոր դեպքերում կանալու հնարավորությունները եւ տեսանելիությունը շատ ավելին է, քան մարզի բնակչության համար։ Ինչ վերաբերում է անիմացիային եւ ընդհանրապես կինոինդուստրիային, ես ուզում եմ ձեզ հավատացնել, որ նախարարությունը միանշանակ կինոինդուստրիան դիտարկում է որպես ստեղծարար արդյունաբերության ամենամեկ առաջին եւ կարեւոր բաղադրիչներից մեկը։ Իրապես մինչեւ երկար ժամանակ կինոարտադրությունը դիտարկվում էր եւ ամենահետաքրքիրը հետեւյալն է, որ որոնց համար կինոն դիտարկում էր որպես արվեստի մի ճյուղ, նախարարության տեսանկյունից կինոն ոչ միայն արվեստի մի ճյուղ է, որը պիտի ներկայացնել, զարգացնել, հանրարճակել, այլ հենց ստեղծարար արդյունաբերության մի հատված է եւ բավականին զգալի ներուժ ունեցող հատված է։ Ճիշտ եք ասում, որ վերջին տարիներին մեր անիմացիոն կինոն, հատկապես անիմացիոն հատվածը ոչ միայն մեծ ձեռքբերումներ եւ հաջողություններ ունի, այլև ճանաչելի է եւ ճանաչելի հենց ոչ միայն անիմատորների համար, այլև Հայաստանի համար։ Սա լավագույն դրսևորումն է եւ ձևաչափն է այն տրամաբանության, որի միջոցով Հայաստանը փորձում է ներկայացնել իր ստեղծարար արդյունաբերությունը։ Մեր նպատակը որպես գերատեսչություն վերջին տարիների ռազմավարական քայլերի կամ առաջնահերթությունների ձևաչափով առաջին հերթին դրսևորվեց մշակութային օրենսդրության հիմունքների մասին օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելով։ Պարզ է, որ ձևակերպում մտցնելով դեռևս քայլերը չես, այսինքն դա չի նշանակում, որ դու անմիջապես այդ գործընթացը ի կատար ածեցիր, բայց արդեն իսկ ձևակերպումների սահմանումը կամ ընդգրկումը օրենսդրության մեջ հիմքեր են տալիս ավելի ակտիվ այդ ուղղությամբ աշխատելու։ Իսկ քայլեր միանշանակ իրականացվում են եւ դրանք ունեն ոչ միայն ֆինանսական բաղադրիչ, որը առանց որի հնարավոր չէ, այլև ունեն ցանցային համագործակցությանը խթանելու, նպաստելու, աջակցելու ձևաչափ, որի մասին ես կարծում եմ մի քիչ ավելի մանրամասն հետո կխոսեմ։ Սյատլան, մի շարունակող հարց տամ, որովհետև այդ ոլորտները, որոնց մասին դուք նշեցիք, իհարկե բոլորս տեսանելի են բոլորիս համար, ասենք այստեղ մեր գործընկերներն են Արլուպայից, Գյումրիում մեր գործընկերն է Պոպոկ ստուդիան, որը հիմա ռուսական անիմացիոն շուկայի, կարծեմ 70%-ի կարգի փակումը այդպես մեծ է։ Իրենց պահանջարկը հայկական չի ու շատ հաճախ աշխատում են Հայաստանում հակառակ տրամաբանությանը, հա, կամ հակառակ ռացիոնալությանը։ Ինչ է նախատեսվում ռազմավարությամբ կառավարության մշակույթի ռազմավարության, որը կխրախուսի։ Ասենք մեր գործընկերները Արլուպայից անընդհատ ասոցիացիաների են անդամակցում, որպեսզի իրենց ձայնը ուժեղանա ու գոնե այդպես կարողանան ջատագովման հարցեր լուծել։ Մյուս գործընկերները ինչ որ փորձում են ավելի դրսի համար անել պրագմատիկ բաներ, ներսում անել սոցիալական պատասխանատվության, բայց սա հսկայական ռեսուրս է, որը չիրացված է Հայաստանում, էլի, այսինքն նույնիսկ մեր այդ կրեատիվ դիվանագիտության տեսանկյունից չիրացված ռեսուրս է կա նախարարության քաղաքականության մեջ ինչ-որ բան, որը կփոխվի այս ռազմավարության հետ։ Ինչ է ենթադրում կլաստերը օրինակ, ենթադրում է մարդկանց համատեղ աշխատանքի արժեշղթա եւ ազդեցություն օրենքների վրա քաղաքականություններ, ինչ է դա ենթադրում պրակտիկայում։ Տեսեք, անշուշտ իրավացի եք այն առումով, որ մեր դաշտը կամ մեր երկրի սպառողական հատվածը եւ այն ներուժը, որը որ ունեն կինոյի բնագավառում եւ հատկապես անիմացիոն հատվածում, մեկը մյուսին այդքան էլ համապատասխան չեն։ Մեր ներուժը շատ ավելին է եւ ստեղծագործական միտքը շատ ավելի լայն է, քան այն սպառողական հատվածը, որ մենք ունենք, բայց դա չի խանգարում, այլ հակառակը մեր կողմից դա դիտարկվում է որպես առավելություն, որ իրենք կարողանում են գործել դրսում։ Հետաքրքիրը հետևյալն է, որ անիմատորները բոլորովին վերջերս Ռեանիմանիա փառատոնը, որ փակվում էր, Արմինե Անդանը, որ մեր անիմացիոն դպրոցի ներկայացուցիչներից մեկն է եւ վերջին տարիներին գրեթե չկա փառատոն, որտեղից հաղթանակներով չվերադառնա,
հայտարարեց, որ այլևս ստեղծվել է նաև անիմատորների ասոցիացիան, որը շատ մեծ եւ ոգևորիչ փաստ է, եւ հետաքրքիր է նաև, որ անիմատորները եւ ընդհանրապես կինոաշխարհի, եթե այս բան խոսում ենք կինոաշխարհի մասին, հայաստանյան, հա, իրանք բավականին համախմբված են յուրաքանչյուրը իր ներքին ասոցիացիայի մեջ։ Ուրիշ բան, որ նախարարությունը վերջին տարիներին համենայնիվ բավականին ակտիվ, ես կարող եմ ասել վերջին 2-3 ամսվա ընթացքում մեր իրենց հետ ունեցած ոչ միայն ակտիվ համագործակցությունը ապագային միտված, այլ նաև կինոոլորտի զարգացման ուղղությամբ, քանի որ չգիտես ինչի կանգ առանք այս բային կինոոլորտի վրա, դրա համար եմ այդպես ավելի մանրամասնում, ինքը իմաստը հետևյալն է, որ այն օրենսդրությունը, որ ունենք մենք, այն անհրաժեշտության դեպքում պիտի ձևափոխվի, կատարելագործվի, դառնա ավելի ժամանակակից բառը տեղին չի, բայց ավելի արդյունավետ կիրարկման տեսանկյունից եւ նպաստի կինոարտադրության զարգացմանը, կինոյի տարածմանը։ Մեր նպատակն ու խնդիրը դա է եւ նախարարությունը այս գործընթացին հասնելու համար կինոյի ոլորտի մասնագետների հետ յուրաքանչյուր երկար են տևում բանակցությունները, միանշանակ, այնպես չի որ դրանք շատ հեշտել ընթանում են, որովհետև գոյություն ունի համայնք, որը պատկերացնում է իր խնդիրները ընդհանուր տրամաբանության մեջ եւ անշուշտ կա պետություն, որը բացի նրանից, որ փորձում է անցալել եւ հասկանալ դիմացի համայնքի պահանջմունքները եւ անհրաժեշտությունից բխող քայլերի նպատակները, հա, եւ փորձել դա իրականացնել, որը նաեւ պիտի հնարավոր լինի նաեւ իրավական տեսանկյունից կանոնակարգել եւ դարձնել լուծելի։ Այստեղ անշուշտ լինում են բարդություններ չասեմ, բայց ժամանակ պահանջող գործընթացներ։ Այդ է պատճառը, որ կինոյի մասին օրենքը պարբերաբար լրամշակվում է եւ փոփոխվում է։ Այստեղ խոսք գնաց քեշբեքի մասին, որը ճիշտ է, ժամանակին երկար խոսվում էր, մենք այս տարի կարող չէ, անցյալ տարի ներողություն, քեշբեքի օրենքում համապատասխան փոփոխություն արեցին քեշբեքի վերաբերյալ, որից հետո հիմա նորից ունենք հարցադրումներ, որոնք կապված են կինոյի զարգացման, կինոարտադրության, որովհետև մենք դա դիտարկում ենք որպես creative sector, creative industry։ Եթե դու իրան դիտարկում ես որպես առանձին ինքնազբաղ արվեստագետ, ինքը այլ հարթության վրա է գնում եւ ճիշտ չի ընկալվում։ Հիմա մենք նույնպես այս բային օրինակ նախաձեռնել են գործընթաց, որը պիտի բերի կինոյի մասին, կինեմատոգրաֆիայի մասին օրենքում համապատասխան փոփոխությունների, որի վերաբերյալ մենք ներկայում նաև քննարկումներ ունենք կինոյի հանրության հետ։ Անշուշտ հանրությունը նոր զարգացումների մասին կտեղեկանա, որովհետև այսպես թե այնպես որևէ բան գաղտնի չի պահում, այդ ամբողջ արումա բաց հարթակի ձևաչափով եւ կլինեն հարցադրումներ, որոնք այս պահին կլինեն կստացվի լուծել եւ դա կլուծվի եւ կլինեն հարցադրումներ, որոնք ժամանակի առումով կպահանջեն ավելի երկար գործընթաց։ Եթե համառոտ, ապա այսքանը։ Շնորհակալություն, թե լրացնում եք։ Կներեք, էլի ես չեմ կարող։ Զրույց ենք անում։ Հա, զրույց ենք անում, հա։ Այ ելույթը պետական պատասխանատուի, պետական պաշտոնյայի ակնհայտ բացահայտումը այն խնդիրը, որի մասին ես խոսում էի։ Որտեվ երբ որ ես խոսում եմ creative industry եւ օրինակ animation and VFX-ը հայկական որպես global value chain-ի մաս, ես ոչ մի բառ չեմ ասում կինոյի եւ կինոյի զարգացման, կինոյի ֆինանսավորման եւ ընդհանրապես կինոյի մասին չի սա խոսքը։ Սա խոսքը creative industry-ի որոշակի մասի արտահանման մասին է։ Եվ ստեղ խնդիրը նրանում չի, թե քանի հատ պրեմիա կստանա հայկական անիմացիոն ֆիլմերը։ Ընդհանրապես դրա մասին չի։ Խնդիրը նրա մասին է, թե ինչքան ծառայություններ մեր ընկերությունները, ինչպիսին են, ասեցի, Արլոպան եւ եւս 26 ընկերություններ, որոնք VFX-ով են զբաղվում եւ անիմացիայով են զբաղվում, ինչքան իրանք ծառայություն կմատակարարեն գլոբալ շուկաներին։ Այստեղ պարամետրը մետրիկան չափելու ոչ թե նրանումն է, թե քանի հատ հայկական անիմացիոն ֆիլմ կգնա եւ կգրավի մեծագույն բաներ, պարգևներ գլոբալ բաներին, հա, համաշխարհային բաներին, մրցույթներին, այլ նրանումն է, թե ինչքան մենք creative ինդուստրիայի արդյունք կվաճառենք։ Էս է մեր համար կարևոր պարամետրը եւ ստեղ տարբերությունը հենց դրանումն է։ Եվ երկրորդ խնդիրը քեշբեքի համակարգը։ Ես շատ շնորհակալ եմ Արմենին այն ժամանակ, որ ինքը մեր հետազոտության հիման վրա ստոպ տվեց
cashback-ի ծրագիրը, որտեղ cashback-ի ծրագիրը ինքը ուղղված չի creative ինդուստրիայի զարգացմանը։ Ինքը այլ ձևով ֆինանսավորում է հայկական կինոյի զարգացումը, որը ես աբսոլյուտն կողմնակից եմ, որ պետք է զարգացվի, բայց ոչ creative ինդուստրիայի զարգացման անվան տակ։ Ինքը հայկական կինոյի զարգացումն է, պետք է լինի հայկական կինոյի հիմնադրամ, պետք է ֆինանսավորվեն հայ ֆիլմերի արտադրողները, պետք չի շփոթել հայ ֆիլմերի արտադրությունը եւ creative ինդուստրիան որպես մեր արտահանման շղթայի կարևորագույն մաս։ Եվ ստեղ ես իմ լուծումներից մեկը գուցե հետեւյալն է։ Ես առաջարկում եմ creative ինդուստրիայով մշակույթի նախարարությունը չզբաղվի։ Մշակույթի նախարարությունը զբաղվի մեր ազգային մշակույթի զարգացումով։ Իսկ creative industry-ով զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը կամ BTI-ի նախարարությունը, որոնք հասկանում են ինչա եւ ինչի համար են դա անում։ Ես այդ երևի թե ճիշտը դա է, երևի դուք պետք է զբաղվեք ազգային մշակույթի առաջխաղացումով։ Դրա մեջ ձեր նման մրցակից չկա, բայց եթե խոսքը գնում է creative industry-ի մասին, ուրեմն եկեք նորմալ դաշտ, եկեք նորմալ մետրիկաների մեջ, նախորդ ելույթը Աննայի շատ կարևոր էր։ Եկեք հասկանանք տվյալների հիման վրա ինչ ենք անում, եկեք հասկանանք ուր են գնում, բայց այն ինչ որ դուք ասում եք ու այն ինչ որ ես եմ ասում, դա տարբեր է։ Ես ներողություն եմ խնդրում, որ մեր մոտ գնում է դեպի պոլեմիկա, բայց ես կընդհատեմ հենց որ Չէ, ես ուղղակի հատուկ չուզեցի ավելի լայն ներկայացնել։ Այնպես չի, որ մենք չենք կարծում, որ բացի նախարարությունից creative industry-ով եւ այդպես էլ հիմա նաեւ կա creative industry-ով, բացի ԿԳՄՍ-ից զբաղվում է նաեւ էկոնոմիկայի նախարարությունը, որտեղ առաջին հերթին իրապես դա հենց իրենց գործառույթն է եւ միայն հետո կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը։ Ինչ նախարարությունը։ Ինչ վերաբերում է ձեր ասածին, ես ուղղակի փորձեցի մի փոքր կանգ առնել հենց ուղղակի կինո արտադրության վրա, թեև շատ լավ հասկանում եմ ձեր ասածը, եւ նախարարությունն էլ է դա շատ լավ հասկանում, ես ձեզ հավատացնում եմ։ Խնդիրը հետեւյալի մասին է։ Անշուշտ մենք ոչ թե պիտի պարզապես ես քանի որ խոսում եի կինո արտադրության տրամաբանության մեջ, դրա համար տարա այդ ուղղությամբ։ Խնդիրը հետեւյալն է. ստեղծարար արդյունաբերությունը միայն ֆիլմ նկարելը չի։ Ստեղծարար արդյունաբերությունը առաջին հերթին ոնց որ դուք եք ասում, այն գաղափարներն ու այն ծառայություններն են, որոնք մեր ստեղծարար արդյունաբերության կամ ոլորտի ներկայացուցիչները ունեն հնարավորություն ներկայացնելու եւ ինչպիսին պիտի լինեն այն պայմանները կամ տարածքը, որի շրջանակներում իրանք դա պիտի կարողանան կիրառել։ Դա միանշանակ ավելի մեծ իմաստով այն է, ինչը իրենից ներկայացնում է ստեղծարար արդյունաբերությունը։ Որևէ մեկը դա չի ժխտում եւ այդպես էլ հասկացվում է։ Խնդիրը հետեւյալն է, քանի որ դուք որոշեցիք շեշտադրել անիմացիան, ես ուղղակի որոշեցի այդ տրամաբանության մեջ բացատրել։ Անշուշտ cashback-ն էլ ունի իր եւ առաջնահերթությունը, որը առաջին հերթին Հայաստանում կինո արտադրության զարգացումն է, բայց միևնույն ժամանակ cashback-ի նպատակն ու առավելություններից մեկը կամ երկրորդ չասեմ թաքնված, բայց երկրորդ կարևոր բաղադրիչը եւ ուղղությունը հետեւյալն է, որ cashback-ը հնարավորություն է տալիս այդ նույն ստեղծարար ոլորտի կլաստերին, ոնց որ դուք եք ասում, այն ծառայությունները, որին ինքը տիրապետում է եւ կարող է մատուցել դրսից Հայաստան եկած եւ այստեղ ֆիլմեր նկարող կամ այլ ծրագրեր իրականացնող որևէ կազմակերպության օգտվել հայաստանյան ստեղծագործական ոլորտի ներկայացուցիչների ներուժից եւ cashback-ը ունի երկու բաղադրիչ։ Առաջինը կինոարտադրության զարգացումն է եւ երկրորդը ստեղծարար ներուժի ծառայությունների, ուզում եք ասեք, չգիտեմ, ներուժի բացահայտումն ու զարգացումը։ Տիկին Սրան, մի հարց կա, որը ավարտեմ ու հետո գնանք առաջ։ Ինչ վերաբերում է գլոբալ ստեղծարար ներուժին, ես ձեզ ավելին ասեմ, որ ոնց որ դուք եք ասում, հավատացում եմ, որ իրոք այդպես է, նախարարությունը շատ լավ դա գիտակցում է, որտեղ վերջին մեր բոլոր քննարկումները ստեղծարար արդյունաբերության ոլորտի զարգացմանը ուղղված են հետևյալին. ինչպես անել, որտեղ մենք դա տեսնում ենք, ինչպես անել, որ այն համադրումը, որը արկա է, ասենք, ինֆորմացիոն տեխնոլոգիաների կամ, չգիտեմ, ինքնազբաղ արվեստագետի մոտ իր գաղափարների եւ այլ ձևաչափով ստեղծարար արտադրանք ստեղծող անհատի միջև այդ միքսը ստեղծելու, որովհետեւ դրա հիման վրա է ձևավորվում ստեղծարար արդյունաբերությունը եւ խոսել ոնց որ էլի օրինակը բերեմ անիմացիայի վրա, խոսել անիմացիայի մասին եւ չասել, որ ժամանակակից անիմացիոն ֆիլմերը իրենց մեջ ունեն ծրագրավորման,
ինֆորմատիկայի կամ բտայի ոլորտին ուղված կամ բտայի ոլորտի ենթակայքում գործող կազմակերպությունների ներուժը կիրառելու եւ դրանց միջոցով դա ստեղծելու ինձ թվում է դալիճում նստած որևէ մեկը դրանում չի կասկածում ժամանակները փոխվել են սովորական ձևաչափով ոչ մի անիմացիոն ֆիլմ կամ որևէ այլ արտադրանք չես կարող ստեղծել նույնիսկ դիզայնը ոնց որ դուք եք ասում ֆեյշնը հիմա այնպիսի զարգացումներ կան տարբեր ոլորտներում արվեստի, որտեղ մի քանի ուղղություններ խառնվում են իրար եւ այդ խառնուրդը բերում է ոչ միայն մեր ներուժի բացահայտմանը, այլև մեր նպատակը որպես պետություն, դա կլինի ԲՏԱ-ն, ԿԳՄՍՆ-ն, չգիտեմ, էկոնոմիկայի նախարարությունը, պիտի լինի ամեն ինչ անել, որ այդ ներուժը կարողանա իր ծառայությունները ոչ միայն ներկայացնի, այլ ծառայությունները մատուցի։ Նպատակը հենց դա պիտի լինի։ Դուք ինձ շատ կարևոր բան ասացիք, որ դա պետության շատ հաճախ պետության գործառույթն է, որտեղ ինչ որ բաներ ձեր մանդատից դուրս են, ասենք մեծ գլոբալ արժեշղթաներում կտորներ վերցնելու, դրանք Հայաստանում տեսնել, դրա հեռանկարը, դրանք զարգացնել, երևի մենակ ձեր նախարարությունը չի կարող, մենք հենց միջանցքում խոսում ենք ընդմիջմանը, էկոնոմիկայի նախարարության կարևորության մասին, ափսոսում ենք, որ այստեղ չեն, ափսոսում ենք, որ չգիտենք ինչ ռազմավարություն է նախատեսված ու ինչպես կարող ենք այն ռեսուրսը, որ երկրում կա, ինչ որ ձևով կապիտալիզացնել ու մեծացնել Բայց ամեն դեպքում այս քննարկման իմաստն է, որ եթե մենք տեսնում ենք ինչ-որ միտումներ, որոնք հեռանկարային են մեզ համար, դրանք որսանք այդ ազդակները, եւ եթե հնարավոր է քաղաքականությունների միջոցով ուղղորդենք, դրանք մեծացնենք, ուժեղացնենք, այդ հնարավորությունը բաց չթողնենք։ Մենք այդքան շատ կապիտալիզացիայի հնարավորություններ չունենք մեր երկրում, էլի մարդկային ռեսուրսի, ինչքան էլ որ մենք մեզ համոզենք։ Համաձայն եմ, դրա համար ես ձեզ հետաքրքիր մի նոր զարգացում ասեմ, քանի որ ռազմավարությունների մասին խոսեցինք, հիմա կարծում եմ գոնե մի մասը դալիճի գիտի, որ Հայաստանում գրեթե տարբեր ուղղություններով առանձին ռազմավարություններ են մշակվել, որպես պետական քաղաքականության ձևավորման կամ գործունեության իրականացման տարբեր ուղղություններով գիտենք, մեծը չգիտենք։ Բայց բոլոր դեպքերում ես ինչի եմ այդպես սկսում։ Հիմա տեսեք, այդ թվում նաև 23 թվականին մշակույթի զարգացման ռազմապահպանության զարգացման ռազմավարությունը հաստատվեց։ Հիմա հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները, մոտեցումների եւ ընկալումների շուրջ ձևավորված առաջընթացները, հա, պետությունը որդեգրել է նոր քաղաքականություն, նոր առաջնահերթություն իր համար, որ քանի որ տարբեր ռազմավարություններ շատ դեպքերում ինչ որտեղ իրար կամ գալիս խաչվում են կամ ինչ որ չափով նաև կարող են մեկը մյուսին կրկնել կամ ավելի զարգացնել, պետությունը հիմա որդեգրել է հետևյալ քաղաքականությունը, ունենալ եւ մշակել, ես կարծում եմ որ ժամանակներս այդ մասին նաև կհայտարարվի, ունենալ գլոբալ 6 ուղղությամբ ռազմավարություններ, արդեն ավելի մեծ ընդգրկուն տրամաբանությամբ, որտեղ այն հարցադրումները, որոնք վերաբերում են ոչ թե մի գերատեսչությանը, լավ դնենք մի կողմ գերատեսչությունը, ոչ թե մի ուղղությանը, այլ ինքը կարող է իր զարգացումներով լինել մեկ այլ գերատեսչության տիրույթում եւս, դրա արդյունքում ձևավորել ավելի ընդգրկուն ընդլայնված ռազմավարություններ, որը ձեր ասածը կբերի կհասցնի նրան, ինչին մենք ուզում ենք, այսինքն էկոնոմիկայի նախարարությունը իր հերթին, մշակույթի ԿԳՄՍ նախարարությունը իր հերթին, ԲՏԱ-ն իր հերթին, չգիտեմ, սոցիալ նախարարությունը իր հերթին, կարող է լինի պայմանական եմ ասում, սա ուղղակի պայմանական անվան տակ եմ ասում, կարող է լինի հումանիտար դաշտում կամ սոցիալական դաշտում պետության կողմից ռազմավարության մշակում, որը կունենա իր բաղադրիչները եւ այստեղ այն հարցադրումները, որոնք մեզ համար որպես ոլորտի գերատեսչ մշակույթի կամ արվեստի ոլորտի գերատեսչություն էական են եւ կարեւոր են ու համընկնում են կամ խաչվում են էկոնոմիկայի նախարարության կամ ԲՏԱ-ի հետ, իրանք ունենան շատ ավելի ընդգրկուն եւ ճիշտ ձևակերպումներ եւ լուծումներ, որոնք կնպաստեն այդ ռազմավարությունների ճիշտ իրագործմանը։ Շատ սիրուն պատկեր եք ներկայացնում, հույս ունենանք, որ կլինի այդ մեծ ձևաչափը, որի մեջ կդասավորվեն արդեն ոլորտային ռազմավարությունները, անկեղծ ասած վերջի շատ տարիներին դրան սպասում ենք, բայց դեռ չենք տեսել, գիտեմ որ գործընթացներ կան ու հույս ունենք, որ ռազմավարական ու ապագայի նկատմամբ դիմակայուն ռազմավարություն կունենա մեր երկիրը, տեսնենք։ Մենք գիտենք, որ այս երրորդ աթոռի վրա երկար կկանգնենք, որովհետև ի վերջո ամեն ինչ հանգում է նրան, որպեսզի այդ կամքի իրացմանը, որ ունենանք քաղաքականությունների կամք եւ դրա իրացում, բայց
Ուզում եմ անցնել նաև մեր ոչ կառավարական գործընկերներին, Հովնանյան ընտանիքի հիմնադրամի ներկայացուցիչն է Կորյուն Խաչատուրյան։ Եթե կամքի մասին ենք խոսում, ինչ որ տեղերում, չգիտեմ, դիտավորությամբ, ռեսուրսների բացակայության որևէ պատճառով այդ կամքը կարողա չլինել քաղաքականությունների մակարդակում։ Եվ շատ հաճախ դա անհատական մակարդակում բավականին մեծանում ու սենց ինստիտուցիոնալ տեսք է ստանում, հա, այսինքն եղել է ուղղակի այդ գաղափարը Հովնանյան ընտանիքի հիմնադրամի կողմից անել լավ բան, ազդեցություն ունենալ կամ փորձել ինչ-որ ոլորտներ ծածկել, ոնց եք տեսնում, ես գիտեմ, որ դուք եւ անհատական մակարդակում կրթաթոշակների միջոցով եք այդ փոքր պրովոկացիաները անում դաշտում, այսինքն եթե ռեսուրս կա զարգացնելու, բերեք դա ուղղորդեն կրթաթոշակով եւ հիմա արդեն թեմատիկ դրամաշնորային այդ ինյեկցիաների, ներարկումների միջոցով եք փորձում դա անել։ Ինչա տեսլականը, ոնց եք տեսնում ապագայում, դեպի ուր է զարգանում հիմնադրամը որպես կառավարությանը, չգիտեմ, կամ լրացնող, կամ այլընտրանք, կամ կողքից աշխատող կառույց։ Շատ լավ, շնորհակալություն Մարինա հրավերի համար ու հարցի համար։ Հարցի մեջ կար փորձ բառը, կարծում շատ կարևոր է, որտեղ մենք որպես հիմնադրամ մասնավոր, այսինքն ընտանեկան հիմնադրամ անընդհատ փորձում ենք հասկանալ, թե ինչումն է լինելու մեր դերը։ Շատ կարճ ովքեր որ չեն ճանաչում, մի նախադասությամբ հիմնադրամը ընտանեկան հիմնադրամ է Հովնանյան ընտանիքի պատկանող եւ կասեի դասական կամ արևմտյան իմաստով հիմնադրամ է, այսինքն մենք ոչ թե ֆոնդ հայթայթմամբ ենք զբաղվում, այլ ընդհակառակը բաժանում ենք մեր ֆինանսական աջակցությունները։ Եվ հիմնականում զբաղվում ենք հենց այդ ոլորտով, մենք ինքներս չենք իմպլեմենտացնում ծրագրեր, թեև ունենք 1-2 հռչակավոր ծրագրեր, ինչպես դեպի Հայքը կամ չգիտեմ Հայք Արմենիան օրինակի համար, բայց հիմնականում մենք ֆոնդերը բաժանում ենք եւ հույս ունենալով, որ որ բաժանում ենք արդյունավետ ազդեցիկ աշխատանք կանի։ Ու կարճ ասեմ նաև ծրագրերի վերնագրերը, որ Մարինա ասեցիր արդեն, ունենք դրամաշնորհային ծրագրեր, երամսյակային տրամաբանությամբ ու յուրաքանչյուր տարի արվեստին, մշակույթին նաև տրամադրում ենք այդ մի ամբողջ երամսյակ եւ ունենք նաև անհատական ճամփորդական դրամաշնորհներ, անգլերենով fellowships, որը թույլ է տալիս Հայաստանից մեկնել եւ Հայաստանը, հայկական ապրանքը, հայկական միտքը, ստեղծագործական արդյունքներ եւ այլն ներկայացնել տարբեր միջազգային հարթակներում։ Դա fellowships ծրագիրն է, որը ճունի ժամկետեր, միշտ կարող եք դիմել։ Grants եւ fellowships։ Հիմա անդրադառնամ հարցին, մենք անընդհատ մեր դերը ուզում ենք վերաիմաստավորել։ Եթե պարզ թվերով խոսենք, քանի որ նախորդ ելույթներ բաների տվյալների մասին էր, տարեկան մոտավորապես 300-400 հազարի կարգին նվիրում ենք մշակույթի եւ արվեստի դրամաշնորհների։ Սա շատ համեստ բան է, մասնակցություն է այս ոլորտում բնականաբար, մի կողմ եմ դնում շահույթ հետապնդող, բանը ստեղծարար արդյունաբերությունը, որովհետև դրան մենք չենք կարող ըստ օրենքի ամերիկահայկական կազմակերպություն ենք, ըստ ամերիկյան օրենքի չենք կարող շահույթ հետապնդող կազմակերպություններին կամ բիզնեսներին աջակցել, ցավոք, հետևաբար միայն ոչ շահույթ հետապնդող, ոչ commercial ծրագրերին են կարողանում աջակցություն տրամադրել։ Այնպես որ այս մի բանավեճը, որ մի քիչ առաջ տեղի ունեցավ, դրանից մի փոքր հեռու կմնամ ու կկենտրոնանամ ավելի ճակերտել դասական արվեստ ու մշակույթի ասպարեզին եւ մանավանդ հայկական ծագումով կամ հայաստանյան բանով, Հայաստանում ստեղծված ամբողջ բանը, պրոդուկտները։ Մեր դերի վերաիմաստավորումը որն է, մենք կարող ենք ոչ թե ոլորտը փոխել, այլ կարող ենք որոշակի ազդեցություն թողնել։ Ինչպիսին է մեր առաջին ազդեցությունը, որտեղ որ տեսնել ենք խնդիր, առաջին խնդիրը որ տեսնում ենք, որ եւ ամենակարևորը ինստիտուցիոնալացման խնդիրն է։ Ու շատ ենք խոսում ինստիտուցիոնալացման խնդրի մասին, բայց եկեք ես մի 3-4 կետով փորձեմ բացատրել, թե մեր տեսանկյունից ինչպես ենք այդ խնդիրը տեսնում եւ ինչ լուծումներ ենք տալիս։ Ինստիտուցիոնալացումը Հայաստանում, մշակույթի ոլորտում մենք կարծում ենք շատ մասնատված է տարբեր իմաստներով եւ այսինքն fragmented անգլերենով
մենք ու մեր դերը տարիներ շարունակ կամ մեր նմանների դերը հիմնադրամների դերը թեկուզ միջազգային կառույցների եղել է հենց այդ բացերը լրացնել երբ որ ընդհակառակը մենք պետք է ավելի համակարգային, ավելի էկոհամակարգային, ավելի ինստիտուցիոնալ աջակցություն ցուցաբերեինք եւ ստեղծեինք այդ համակարգերը կամ էկոհամակարգերը։ Օրինակներ տամ տարիներ շարունակ եւ մենք էլ մեջը մեզ չեմ բացառում իհարկե այդ բանից դասերից որ պետք է քաղենք ֆինանսավորել ենք փառատոններ Հայաստանում Ոսկե ծիրանի օրինակի համար պատմական աջակիցներից ենք եղել այլևս չէ Ռեանիմանիա ֆեստիվալից քանի խոսվեց անիմացիոն կինոյի մասին այս վերջին տարիներս աջակիցն ենք եղել եւ այլն բայց այստեղ նաեւ աջակցության տեսակն է հետաքրքիր ինչ տեսակ աջակից են եղել գալիս է ինստիտուցիոնալացման երկրորդ խնդրին որը միշտ որպես հիմնադրամ մտածել ենք նախագծահեն տեսանկյունից այսինքն project based մենք ուզել ենք մեզ ներկայացնել նախագծեր որը ունեն սկիզբ եւ վերջ ինչպես իր սահմանումն է նախագծի որը որ մեզ կհանգստացնի մեր ռիսկերը կնվազեցնի մեր խիղճն էլ միգուցե բանանի ու կունենա սկիզբ եւ կունենա վերջ հենց այդ վերջն է խնդիրը որովհետեւ որևիցե ձևով մենք չենք նպաստում շարունակականության մասին որևիցե ձևով չենք նպաստում իրականում զարգացման իմաստով այսինքն մենք նպաստում ենք նրան որ ինչ որ մի բան տեղի ունենա արվի հնարավորինս թափանցիկ հնարավորինս խելամիտ ծախսերով հնարավորինս ազդեցիկ հա եւ այլն միգուցե նաեւ ստեղծագործական իմաստով բան ինչ են ասում իմաստալից բայց առհասարակ մենք չենք նպաստում այդ ոլորտի իսկական զարգացմանը Մենք նկատի ունենք Հովնանյան հիմնադրամները Հայաստանում Դե ես խոսում եմ իմ մասին իհարկե բայց կարծում եմ մեր նմանները որովհետեւ տարբեր հիմնադրամներում եմ ես աշխատել ու այդ տրամաբանությունը ու փիլիսոփայությունը միշտ եղել է մեր մոտ Ինչու որտեղ դա հանգստացնող է, դա մեզ կոմֆորտ, հա, հեշտ է։ Կարճ ցիկլերով աշխատանք։ Կարճ ցիկլերով աշխատել։ Ուրեմն ինստիտուցիոնալացման խնդիրը մեկը այդ մասնատված լինելու խնդիրն է։ Երկրորդը այդ նախագծահեն, հա, տրամաբանության մեջ մտնելն է, որը մենք հիմա գնալով հարցի տակ ենք դնում ու մտածում ենք, լավ, միգուցե իրականում սխալ ենք մտածում, միգուցե մեր տեսանկյունից ճիշտ ենք մտածում, բայց դա կախվածություն է ստեղծում, հա, դա մենք գիտենք մշակութային ոլորտում մասնավորապես գրանտից գրանտ ապրողներ կան արվեստագետներ կան ովքեր որ հույսը մենակ դրա վրա ու ամենացավալին ես դες ասեմ բանի տեսանկյունից այս նախագծահեն որ գեղեցիկ բան են կարել հորինել ենք հայերենով վտանգներից մեկը կամ վատ կողմերից մեկը նույնիսկ արվեստագետները ցավոք քանի որ գրանտից գրանտ են ցատկում Քանի որ կախված են գրանտերից, իրանք իրականում հիմնական ստեղծագործական աշխատանքով չեն զբաղվում։ Նաև կամ եթե ոչ բավականին ժամանակ են տրամադրում գրանտ գրելուն, վազելուն աճ ու ձախ, որպեսզի կարողանան այդ ֆինանսավորումները բաները ապահովեն։ Ու սա իրականում ես հիմա հիմնադրամների տեսանկյունից եմ ասում, բայց կարող ենք նաև մասնավոր սեկտորին դա ասել, կարող ենք սա պետությանը նաև Հա որ ովքեր որ աջակցում են այն տրամաբանության են մտնում որ մենք այս տարին կփակենք մյուս տարին կտեսնենք իսկ ստեղ մենք որևիցե ձևով իրականում չենք նպաստում այս ոլորտի զարգացմանը կայունացմանը եւ ոնց որ ամենասկզբում ասեցի ինստիտուցիոնալացմանը երրորդ ոչ այդքան անկարևոր նաեւ կետ ինստիտուցիոնալացման առումով Երբևիցե ու ստեղ մեր մասին եմ խոսում ուրիշների անունից չեմ կարող իհարկե ասել չենք կենտրոնացել միջանկյալ մասնագետների վարպետների կամ մասնագիտությունների առումով ինչ նկատի ունեմ դա երբ որ մենք արտահանման կոչեր ենք անում, հա, այս փառատոնները արտահանենք, այս մի, չգիտեմ, կինո արտադրությունը արտահանենք, այս բանը ցուցահանդեսը արտահանենք եւ այն ցուցադրություններ տանենք արտերկիր եւ այլն, մենք չունենք այդ մասնագետները, ովքեր պետքա զբաղվեն արտահանմամբ։ Touring infrastructure անգլերեն ասված, այսինքն անձեր, մասնագետներ կամ ընկերություններ, թեկուզ, ովքեր որ իսկապես մասնագիտացված են, ունեն կապերը, ունեն այդ գիտելիքը, know-how-ը, հա, որ կարողանան արագ ձևով կազմակերպել այդ ամբողջը։ Էլի այս ամբողջը ընկնում է
իրականում ստեղծագործի վրա հիմնականում։ Մենք ճունենք բանի համադրողների, curator-ների ուժեղ ինստիտուտներ կամ խմբեր եւ այլն, ովքեր գալիս ու կարողանում են համախմբել իրենց շուրջ տարբեր տեսակի մասնագետներ, որպեսզի ինչ որ հետաքրքիր, չգիտեմ, ցուցահանդես օրինակի համար կազմակերպվի։ Մենք ճունենք ուժեղ project manager-ներ բանի մշակութային ոլորտում եւ այլն, հա, agent-ներ ճունենք օրինակի համար, որպեսզի եթե մի երգչուհի կա կամ երգիչ կա, ով իսկապես արժանի է, հա, շատ ավելիին, կարողանանք իրեն օգնել, որ այդ հարթակներում հասցնել։ Ու մենք որպես հիմնադրամ այդտեղ աղագին գործ ունենք անելու, որտեղ դա կարող է ոչ այդքան ֆինանսական ռեսուրս պահանջող խնդիր է ու կարող ենք այդ լուծման շատ արագ իրականում ընթացք տալ եւ լուծում տալ։ Չորրորդ եւ վերջին կետը, որի վրա էլի սենց հետ նայածքով որ նայում ենք, որպես հիմնադրամ, որը էլի չենք կենտրոնանում ցավոք ու հետո իհարկե լուծումների մասին էլ կխոսեմ, դա մեր սպյուրքի ի վերջո սպյուրքահայկական կառույց ենք, մեր սպյուրքի մշակութային ոլորտի ներուժը ներգրավել կամ բերել կամ օգտագործել պարզապես էստեղի բան հայաստանյան իրականությունը զարգացնելու մեջ։ Բացարձակապես չենք անում, մեր միակ կարելի ասել օգուտը այս ամբողջի սպյուրքի այս պայդրության մեր տեսանկյունից ֆինանսավորումն է, սպյուրքից ֆինանսներ գտնելը ընտանիքի հիմնադրամի կողմից եւ աջակցելը։ Հետևաբար այդ ինստիտուցիոնալացման կարծում եմ երկար ճանապարհ ունենք գնալու ու հարցերից մեկը, եթե չեմ սխալվում, մեր պանելին տրված, ինչպիսին կլինի Հայաստանը 2035 թվականին, Եկեք այդ թողնենք վերջում, որ սա սիրուն ամփոփ։ Բայց ես մի հարց ունեմ, քանի որ հիմնադրամը ունի այն շռայլությունը, որը օրինակ չունի կառավարությունը, ունենալ երկարաժամկետ տեսլական։ Դուք այդ սահմանափակումը չունեք։ Մի տարվա բյուջե, չգիտեմ, 5 տարվա ռազմավարություն եւ Որն ունեք արդյոք այդ մեծ ռազմավարությունը, այդ երկարաժամկետը ու դրա մեջ դասավորվում է արդյոք այն ինչ որ այսօր եք անում, ընթացքում անում եք հետազոտություններ, թե չէ, դրանք փակեն թե չէ, որովհետև հետաքրքիր է, այն ինչ որ դուք անում եք, դες տալիս է շատ ներկայացուցչական դիագնոստիկա, շատ կազմակերպություններ չկան, որոնք 300-400,000 ամեն տարի ներդրում են, հատկապես նեղ ոլորտը, մշակույթի ոլորտն է, էլի։ Ունեք արդյոք այդ դիագնոստիկա արդյունքները ինչ որ ձևով ձևակերպված ու դա կիսում եք թե չէ, իրականում ինձ թվում է օգտակար կլինի նաև մեզ։ Կարճ եթե պատասխանելու լինեմ, ցավոք ոչ, բայց կասեի դեռ։ Ինչու, որովհետև նոր ենք մտել այս ասպարեզ, նոր ենք մտել այս բանի երամսյակային տրամաբանության մեջ, որը նոր է մտել արվեստն ու մշակույթը, այսինքն ընդհանրեն ունեցել ենք մեկ երամսյակի փորձ, մյուս տարի արդեն կունենանք եւս երկրորդը, ունենք հետազոտության սկիզբ, որը բնականաբար մեր փիլիսոփայությունից եւ մեր բանից ելնելով կգիսենք բաց կլինի դա, ունենք նաեւ առաջին իսկ փորձ պետական կառույցների հետ աշխատելու, նախարարության հետ մասնավորապես, օրինակի համար նախքան եւ հետո այս դրամաշնորհները բաժանելուց արվեստի եւ մշակույթի հանդիպում են կազմակերպել, հարցրել ենք իրենց առաջնահերթությունները որոնք են, մենք էլ հասկանալու համար որտեղ իմաստ կունենա մեր ֆինանսավորումը, բայց դա էլ նոր է, դժբախտաբար, հետեւաբար եկեք համեստորեն պատասխանեմ ոչ, որովհետեւ ուղղակի անփորձ ենք, բայց իսկապես այդ ճանապարհին ենք, մենք ինքներս կարիքը տեսնում ենք։ Այսինքն ինչ որ ձևով, չգիտեմ, հաշվելու, վերլուծելու ու հասկանալու կարիքը կա։ Շնորհակալություն շատ Կորոն, հիմա կվերադառնանք առանձին կրթաթոշակների հատվածով ու մի քիչ լուծումների հատվածով, բայց ուզում եմ հարցս ուղղել նաև մեր գործընկերոջի արտաքին Ռեարմինիա հարթակից։ Ռեարմինիան շատ հետաքրքիր լուծում էր, պարզ է, որ շատ նոր լուծում չէ, ամբողջ աշխարհում կա այսպես ամբողջաֆինանսավորման կամ ոնց են ասում crowdfunding-ի բոլոր տեսակի լուծումները, հատկապես այս ոլորտի համար հետաքրքիր, որովհետև անհատական ֆինանսավորման հնարավորություն է տալիս։ Մենք ունենք մեծ խնդիր այդ access to finance կոչվածը ֆինանսների հասանելիությունը այն սեկտորների համար, որոնք շատ ակնառու կայուն չեն, էլի, այսինքն իրենք ռիսկ են ներկայացնում իրենց համար, ինչ է անում, ունի արդյոք ռազմավարություն Ռեարմենիան աջակցության, թե այստեղ ինչպես եւ շատ հաճախ է լինում մեր մոտ ֆրագմենտալ է, տենց մասնավոր է, երբ որ կա հետաքրքիր պրոյեկտ, որը ֆինանսավորվող է պոտենցիալ, դուք վերցնում եք։ Ոնց եք դուք փակում են մեծ ռազմավարական բացերը, որ մենք ունենք։ Մերսի շատ, նախ շատ շնորհակալություն հրավերի համար։
Ես մի փոքր էլի ստատիստիկայից խոսեմ, որովհետև դա իրոք շատ կարևոր է ու նաև դա կարա պլատֆորմի տեսանկյունից, հա, նաև կամ crowdfunding-ի տեսանկյունից որոշ չափով ինչ որ դիագնոստիկա տալ նաև մի փոքր համեմատական միջազգային, հա, միտումների հետ, հատկապես որ խոսում ենք նաև ապագայի մասին կամ տրենդերի մասին, տեսեք հարթակում մինչ այժմ մոտավորապես 400 նախագիծ է ներկայացվել, ինքը հարթակը ըստ էության ոչ թե ընտրում այն ինչ-որ նախագծեր։ Ինչքան ժամանակ է կներկայացնում։ 2021 թվականի վերջ։ Ոչ թե հարթակը ինչ-որ նախագծեր է ուրեմն ընտրում, այլ մենք ունենք հստակ process, հա, որտեղ trust ու transparency, այսինքն թափանցիկությունը, վստահելիությունը ապահովելու համար պարտադիր իրենք որոշ չափով պետք է անցնեն այդ due diligence process-ը, հա, որտեղ ֆինանսական, իրավական եւ այլն։ Բայց այս ընթացքում ինչ ենք նկատել, որ մշակութային արվեստի ոլորտից եկած նախագծերը անհայմատ ավելի քիչ են, այսինքն այս պայդրությամբ, որ մեր վիճակագրությանն ենք նայում, մոտավորապես 10%-ն է ընդհանուր պրոյեկտների մեջ, նախագծերի հեղինակների կոնտեքստում, հա, ու զուգահեռ մտածում էինք, դե երևի գիտեք, Patreon-ը, հա, որը հենց ստեղծվել էր creator-ների համար, համարվում է աշխարհում ամենամեծ հարթակը, մի քիչ այդ տեսանկյունից համատելու չի, բայց որ պատկերացնեք շուկան ու թվերի մասին, հա, որ խոսում ենք, Patreon-ում ամսական մոտավորապես 3 միլիոն դոնոր է լինում, այսինքն 3 միլիոն դոնոր կա, որ անընդհատ նվիրատվություններ են անում, միջինում մինչև 30 միլիոն դոլար ու 300,000-ից ավել creator-ներ կան։ Այսինքն ու ինքը աճում է, հարթակը արդեն վերածվել էկոհամակարգի, առաջարկում է տարբեր գործիքներ creator-ների համար, զուգահեռ մենք էլ արդեն որ ձեր հարցին փորձեմ պատասխանել, փորձում ենք իրոք խրախուսել creator-ներին, առանձին բնականաբար չի ուզենա հենց միայն մշակույթի մասին խոսել, որովհետև մենք տարբեր ոլորտներից ունենք, սակայն մենք ամենամեծ խնդիրներից մեկը capacity տեսանկյունից է, այսինքն թվային տեխնոլոգիաներ, նորարարություն, մարքեթինգ, այսինքն եթե ասենք ընդհանուր ասենք մշակութային ձեռնարկատիրության, հա, cultural entrepreneurship-ի խնդիր ենք շատ դեպքերում տեսնում, որ իրոք մարդիկ ուրեմն արվեստագետներ են, պետք է խորանան իրենց արվեստի մեջ եւ այլն, բայց զուգահեռ տեսնում ենք, որ այդ բացը կա ու որոշ չափով այդ բացը լրացնելու համար գուցե նաև սկսել ենք տարբեր դասընթացներ, սկզբում fundraising-ի դասընթացներ, հիմա նաև արհեստական բանականության դասընթացներ ու այդ ամենը բնականաբար ուղղված է նաև capacity building-ին։ Հիմա պատճառները բարդ է ասել, բայց առաջին բանը, որ տեսնում ենք, իրոք այդ հմտություններն են թվային, որ պակասում է ու նաև համաձայն է, որ շուկան է հայկական փոքր։ Հիմա Patreon-ի մասին բնականաբար խոսեցինք, տարբեր հարթակներ էլ կան, բայց եթե հայկական իրականությունն ենք նայում, բնականաբար շուկան փոքր է։ Այսինքն մի կողմից նայում ենք giving culture կոչվածը, հա, կամ giving community-ին, քանի մարդ կա Հայաստանում, որ ընդհանրապես պատրաստ է նվիրատվություն անել, նույնիսկ փոքր գումարով, ու այդ մարդկանցից քանի տոկոսն է ընդհանրապես պատրաստ հենց մշակութային ոլորտին նվիրատվություններ անել։ Դուք նայում եք, թե global giving եք նայում, այսինքն դուք ինչ որ ձևով չափում եք պատրաստակամությունը աջակցության։ Որպես հարթակ, ուզում եմ ասեմ, չափում եք։ Այսինքն data ունենք, որ այս տարիների ընթացքում մոտավորապես 20,000 աճում է, նվազում է, աճը կա ու նաև սկսելուց մենք նկատում էինք, որ շատ էին մեզ ասում, որ դե Հայաստանը նվիրաբերող երկիր չի, Global Charity Index-ում Հայաստանը վերջին տեղերում է եւ այլն, բայց այդ բնականաբար հետո որ նայում ես այն պրոյեկտներին, որ իրականացվել են, այն մարդկանց, որ համայնքներ են կազմում ու օգնում են, փորձում են ազդեցություն ունենալ եւ այլն, այդ իմաստով բնականաբար աճը ակնառու է, տեսնում ենք։ Հաջորդ խնդիրը, որ մենք տեսել ենք, դա ազդեցությունն է։ Այսինքն մշակութային պրոդուկտի, գուցե ասենք, չգիտեմ, արվեստի, այսինքն մի կողմից փոքր համայնքը, giving culture ձևավորել եւ այլն, մյուս կողմից էլ հենց մշակութային ոլորտի պրոյեկտների ազդեցությունը ու չափելիությունը, այսինքն հիմա եթե նվիրատուն ավելի արագ կարող է երեխայի առողջության, կյանքի փրկության համար հենց այս պահին նվիրատվություն անել կամ երեխայի կրթության համար նվիրատվություն անել ու իր համար դա պարզ է, որ հիմա երեխայի կյանքը կփրկենք կամ երեխային կօգնենք, որ կրթություն ստանա, մշակութային մասը հաճախ տեսնում ենք, որ նաև ներկայացնելու ընթացքում այդ ազդեցությունը շատ պարզ չի երևում, գուցե նաև այդտեղ
բավականին շատ գործ կա անելու։ Բայց հաղորդակցային հարցել է, չէ՞, ոնց որ եւ որևէ crowdfunding ինքը հաղորդակցային գործառույթ է ավելի շատ, քան ֆինանսավորման, էլի, այսինքն միգուցե այդտեղից է պետք սկսել։ Դրա համար նույնիսկ դիագնոստիկային եմ գնում, եթե մենք նայենք խորքային պատճառը, ինչի օրինակ մեր ստեղծարար ոլորտին ու հատկապես անհատները, որովհետեւ իսկապես տենց ինստիտուցիոնալ եթե նույնիսկ ունենք դրանք շատ փոքր բաներ են, էլի կղզիներ են, ինքը շատ հաճախ տենց անհատի մակարդակում է զարգանում, ինչի վրա շեշտը դնենք, միգուցե ինչ-որ հաղորդակցային տենց մասսայական դասընթացները պետք աներ, միգուցե հարթակները պետքա շատանալ, չգիտեմ, կա արդյոք ինչ-որ չափում մենք այդ բոլոր տեսակի GoFundMe, Kickstarter, նույն Patreon-ը ունենք շատ ակտիվություն Հայաստանից գնացող, միգուցե այնտեղ ավելի հեշտ են fundraise անում, քան ձեր հարթակում կամ տեղական հարթակները։ Էդ էլ ենք ուսումնասիրել, այդ 300,000 creator-ներից Հայաստանից 10 creator-ներ են, այսինքն այդ տեսանկյունից, բայց դիագնոստիկային էլի ես կասեի, այդ իրոք մարքեթինգը խնդիր է, communication-ը խնդիր է, հատկապես AI դարաշրջանում, որ արդեն խոսքը գնում է առաջ, եթե ասում էին, նախկինում ասում էին, ուրեմն ուշադրության մրցակցություն մարդկանց միջև, հիմա ուշադրության մրցակցությունն է մարդ ու AI-ի միջև, ու տեսնում ենք ինչքան է մասսայական բովանդակություն մտել ընդհանրապես համացանց, ուտեղ իրոք խնդիրը, ես մենակ մարքեթինգը չեմ ուզում, հա, առանձնացնեմ, այդ cultural entrepreneur-ների զարգացում, ձևավորման մեջ եմ ես տեսնում, որ ինքը հա մարքեթինգի գիտելիքներ, հմտություններ անպայման ունի, բայց վաճառք էլ ունի, product-ի հասկացություն էլ ունի, չգիտեմ, մնացած բոլոր կոմպոնենտները, հետեւաբար ես դրա վրա շատ ուշադրություն կդարձնեի։ Մերսի։ Շնորհակալություն Արտակ, երևի նորից round-ով գնանք, որպեսզի ժամանակի առումով վերադառնանք բոլոր խոսնակներին։ Julia, my question is, do we have any solutions that you see in that could be inspiring for the audience here? Can you somehow share those from the global practice? Like, do we see any experience in access to finance, in the same crowdfunding, in creating global value chain that can support the local creators here or local companies here so that we leapfrog? I mean, we have been working quite slowly in this sector. We want to leapfrog. We know that the resources are limited. What are some of the best cases that you can share from your practice? Well, yeah, from our practice, what we see within the cultural and creative sector, and especially among the artists, is like a great potential, right? Artists are very resourceful and very able to come up with new solutions and interesting ways forward, right? We see this all the time working with artists. And at least from the Swedish Arts Grants Committee, we do have a specific grant that is targeting new funding models within the arts. So it's called, we were having problems translating this, but kind of can be translated to the cultural bridge, maybe. Cultural bridge, something like bridging culture and other sectors, bringing together artists and investment companies or the private sector in general. And there are lots of very interesting examples from this program. One of them is very digitally based, where they, as a group of artists, came together and they were basically, don't ask me how this worked because I'm not so tech savvy, but they were transforming performing arts pieces into NFTs, allowing for other artists or whomever actually to invest back into the production of these artworks, and that sort of created a fund that would then generate more artworks, and this like co-ownership model is becoming quite successful from what I understand. So this is just one example of what you can do, but I think it's also something important that has been said up and down this panel today about the collaboration of the different parts of, not only, we can't isolate this issue only to the cultural policy, but we have to work with, as you say, Ministry of Economy has to be involved. We have to work with foreign ministries maybe to be able to sort of expand and increase the international collaborations as well. Of course, again, I have to stress this, the working conditions for artists have to be safeguarded in order for people to actually see the artistic profession as a viable option to continue to sort of have this core of the creative industries.
revitalized, and especially moving into the future generations as well. Հիմա նշեց նաև Ջուլիան եւ անհատի զարգացման տեսանկյունից հնարավորություններ ստեղծելու մասին եւ այդ ինովատիվ ֆինանսների, innovative finance կոչվածի հնարավորությունների մասին, որ հիմա բավական լայն են, բայց ամեն ինչ չեն կարող ծածկել, այդ շատ սիրուն մետաֆոր կա մի հատ ասեղնաբուժության, որ ասում են երբ որ օրգանիզմը հիվանդ է, մի կետ են գտնում, այդ կետի վրա ազդում են, ինքը ամբողջ համակարգային արդյունք է տալիս, էլի, էֆեկտ է տալիս։ Հիմա այդ այնց ասեղնաբուժության տրամաբանությամբ լուծումներ, որ հետաքրքիր են եղել, որոնք տեսնում եք, որ եթե նույնիսկ շատ տենց ռացիոնալ չեն, ապա հետաքրքիր են ու կարող են լինել, էլի, դրանց վերաբերյալ Մի հատ լուծում։ մի հատ երկու հատ։ Հա, չէ, եթե Ինչ որ բարդ ասեղնաբուժություն ունեք մտքում։ Չէ, եթե մի հատ լուծում, то մշակույթի նախարարության մոտից հանել Չկա տենց կրեատիվ Արդեն չկա տենց բան։ մշակույթով զբաղվող նախարարությունը չպետք է զբաղվի կրեատիվ ինդուստրիաներով։ Սա որպես այն լուծումը, որը մեզ գոնե թույլ կտա մի քիչ ավելի տնտեսական ներդրումային բիզնես մտածելակերպ ներդնել կրեատիվ ինդուստրիի մեջ, ինչի եմ սա կարևորում բացատրեմ։ Ես կարծում եմ, որ AI հեղափոխության ընդլայնումը ենթադրում է, որ այն ոլորտները, որտեղ շատ է մարդկային մասնակցություն եւ այդ մարդկային մասնակցությունը հիմնական արժեքն է ստեղծում մանավանդ ինտելեկտուալ մասում, ինքը սկսում է աճել։ Եվ եթե մենք ուզում ենք բռնվենք այդ AI տեխնոլոգիայից, մենք պետք է հասկանանք, որ այդ այն սեկտորն է լինելու creative industry-ն, որը հիմնական աճն է ունենալու։ Մենք հիմա այդ պատուհանը ունենք ժամանակային եւ մեզ պետք են շատ կտրուկ եւ արագ քայլեր այս ոլորտում։ Ես կարծում եմ ցավոք սրտի, որ այսօրվա ֆորմատը կառավարման մշակույթի պատրաստ չի նմանատիպ կտրուկ քայլերի, հետո պետք է ստեղ նստեին ԲՏԱ նախարարը, էկոնոմիկայի նախարարը եւ իրանց հետ պետք է քննարկել կրեատիվ ինդուստրիաների ապագան, այլ ոչ թե ստեղ խոսալ մշակույթային քաղաքականությունից ներող, եթե ինչ որ մեկին նեղացրեց։ Գուցե մեր գործընկերները հետո հնարավորություն ունենան նաև փոխանցելու հույս ունենք այդ նախարարություններին, որովհետև համագործակցում են։ Ես խոստանում եմ ձեր միտքը փոխանցել էկոնոմիկայի եւ ԲՏԱ նախարարությանը անպայման։ Բայց մշակույթի նախարարությունը վերադարձրեք, էլի։ Մշակույթի նախարարություն վերադարձնողը ես չեմ, ես կարծում եմ ինչ որ մի этаպում հավանաբար հաշվի առնելով, որ նախարարության գործառույթների ծավալը իրապես շատ մեծ է, կգանք կհասնենք նաև, շատ հնարավոր է, ոչինչ այնպես չի որ չի լինում կամ չի փոփոխվում ամեն ինչ, հնարավոր է եւ փոփոխվի նկատնում կարող է եւ իրոք առանձնանան, բայց այս պահին նման տենդենսներ իրապես չունենք։ Ինչպես է պետությունը իդեմս ԿԳՄՍՆ-ի տեսնում ոչ միայն ստեղծարար ոլորտի, այլև ինքնազբաղ արվեստագետների, որտեղ ի վերջո ստեղծարար ոլորտի մի մասնիկն էլ նաև ինքնազբաղ արվեստագետներն են, ինչպես է տեսնում այդ ֆինանսավորման մոդելները, զարգացումները եւ ինչ քայլեր է անում։ Եթե մենք դիտարկենք իրեն հետեւյալ բաժանարարների տրամաբանությամբ, մենք որոշակի ֆինանսավորման եւ կառավարման մոդելների փոփոխություններ ենք արել եւ շարունակում ենք անել նախարարության ենթակայությամբ գործող կամ պետական եւ համայնքային մշակութային կազմակերպությունների համար մենք որոշակի մեխանիզմ ունենք ներդրած, որը որ կիրառում ենք ինքնազբաղ արվեստագետների եւ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին աջակցելու եւ իրենց զարգացումը ստանալու կամ ունենալու խթանելու համար եւ որոշակի փոփոխություններ եւ քայլեր ենք նախատեսում, որոնք պիտի բերեն ոչ միայն պետություն մասնավոր համագործակցության ընդլայնմանը, որովհետեւ այստեղ մեր գործընկերները նաեւ ասեցին, թե ինչ ձևաչափով են իրենք փորձում աջակցել մշակույթի կամ ստեղծարար ոլորտի ներկայացուցիչներին, մշակույթի եւ ստեղծարար ոլորտի, որ գոլեգան դրանից շատ նորից չանդրադառնա թեմային, ուրեմն կարծում ենք, որ պետություն մասնավոր համագործակցության ֆորմատի տրամաբանությամբ մեջ, ընդ որում պետությունը ինքն էլ է իր համար աստիճանաբար ուզում որդեգրել եւ կարծում եմ, որ այդ քայլին մենք նաեւ աստիճանաբար կգնանք, որ այն
օրինակի վրա վերցնեմ կոնկրետ ինչ որ մի միջոցառում կամ երևույթ, հա, եթե տարիներ շարունակ նախարարությունը ստաբիլ, որովհետև այստեղ խոսվեց, որ կան կազմակերպություններ, ովքեր որ կարծես թե թոշակ են ստանում կամ աշխատավարձ են ստանում յուրաքանչյուր տարի հստակ մի ծրագիր անելու տրամաբանության մեջ։ Անշուշտ մենք դա հասկանում ենք եւ մենք ուզում ենք գնալ հետեւյալ քայլերին։ Եթե երկար տարիներ նախարարությունը աջակցել է տվյալ ծրագրի կամ մեխանիզմի կամ կազմակերպության կայացմանը, աստիճանաբար նախարարության դերակատարությունը այդտեղ պիտի նվազի, որովհետև դրա արդյունքում մենք հնարավորություն կունենանք աջակցելու եւ խթանելու մեկ այլ կազմակերպության կամ մեկ այլ ծրագրի զարգացմանը։ Եվ այստեղ պետություն մասնավոր համագործակցության համատեքստում, եթե մենք խոսում ենք, մեզ համար իրապես շատ կարեւոր է եւ մենք փորձում ենք դա անել, ունենալ այն դատաբազաները եւ վերլուծությունները, որոնք մեզ պիտի օգնեն մեր քաղաքականությունը ճիշտ ձևավորելու եւ իրականացնելու առումով։ Ես հետաքրքիր մի ինֆորմացիա տամ, այսօր առաջին պանելային քննարկման ժամանակ, երբ որ խոսում էին մեր պանելիստները, կողքս նստած էր մի մասնակից, ում հետ սկսեցինք ակամայից խոսել նույն հարցերի շուրջ, ասեմ հետեւյալը, որ տեսեք, մենք ունենք այս բարբերաբար փորձում ենք հավաքել տեղեկատվություն մեր ինքնազբաղ արվեստագետների, ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների մասին եւ իրոք կանգնում ենք խնդրի առ, ընդ որում նաեւ մշակույթի ոլորտը խրախուսողների, աջակիցների լինենք դրան հիմնադրամներ թե անհատներ, հա, մեզ այդ տեղեկատվական բազան իրապես պետք է եւ վերջին անգամ երբ որ ես 2 տարի առաջ պատրաստում էի Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցը որպես գերատեսչության համակարգող մշակութային բազմազանության կոնվենցիայի համատեքստում ինֆորմացիա դաշտի ամբողջական առումով թե ինչ պատկեր ունենք, ցավոք սրտի այդպես էլ չկարողացա ունենալ, որովհետև այն վերլուծությունները, որոնք նախարարությունը իրականացրել է, ասենք կատապուլտ ծրագրի միջոցով ձեզ հետ, կամ այլ վերլուծություններ, որոնք նախարարությունը այս կամ այն կազմակերպության հետ վերապատվիրակման կամ համագործակցության արդյունքում փորձել է ստանալ, միևնույնն է դա ամբողջական չի։ Եվ դրա լուծման մի քանի ուղղություններ եւ քայլեր ենք մենք տեսնում, որի շուրջ այն խորհրդակցությունները, սեմինարները, որոնք իրականացում են նաեւ միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ, պիտի բերեն նրան, որ այդ դաշտի մարդիկ նաեւ կամ կազմակերպությունների պարագայում իհարկե ավելի հեշտ է, որովհետեւ իրան գրանցված են լինում եւ դու իրան շոշափում ես, բայց անհատի պարագայում միջև ինքը չի դառնում դաշտի մասնակից, դու իր մասին ամբողջական ինֆորմացիա ցավոք սրտի միշտ չի որ ունենում ես։ Եվ մեր ունեցած դատաբազաները, ոնց որ գործընկերը ասեց, որ իրենք էլ իրանց տրամաբանության մեջ են փորձել ինչ որ բազաներ ստեղծել, մեր ունեցած դատաբազաները ըստ էության սահմանափակում են նախարարության ոչ թե ենթակայությամբ, այլ նախարարության միջոցով իրականացված ծրագրերի հիման վրա ձևավորված դատաբազաներով, որը կարող է աշխատանքի 50 կամ 60%-ը փակեց, բայց միևնույնն է, թեմայի առումով ինքը մնում է որպես բացատված։ Մենք կարող ենք ուղղակի եզրակացնել, որ եթե մենք խրախուսենք բոլոր տեսակի համքարությունները, ասոցիացիաները, այսինքն ձայնը դաշտից, ոլորտից կամ արդյունաբերությունից, ձեզ օգտակար կլինի։ Այդ դեպքում դա որպես լուծում, տենց կամ հեռանկարային լուծում ամրագրենք, առնվազն տվյալների տեսանկյունից, առնվազն խնդիրների դիագնոստիկայի տեսանկյունից։ Կորյուն ջան, ո՞նց եք։ Մի հատ 20-30-ը ասեք ամեն դեպքում այդ մնաց ինչ որ երազանք, 20-30-ի երազանքը ու այնուամենայնիվ եթե ինչ որ ասեղնաբուժական միջամտություն եք տեսնում հեռանկարում կամ այս սեկտորի համար մեզ հուշեք։ 2035, չէ՞, 10 տարուց 2035-ի Հայաստանը պետք է լինի մեր տեսլականով ստեղծարար, բառից բուն իմաստով եւ ոչ թե վերարտադրող կամ հա ինչ որ այլ բառի իմաստով արդյունաբերություն բառից բուն իմաստով իր ամբողջ էկոհամակարգով տնտեսական շահերով եւ այլն ու բնականաբար գլոբալ ու խոսվեց գլոբալի մասին դրան չեմ անդրադառնա մեր տեսանկյունը ֆինանսավորողի տեսանկյուն է ավելի ուրիշ այսօր բանով խորհուրդներով չեմ կարողանա հանդես գալ, որտեվ մենք մեր տեսանկյունից երբ որ նայում ենք ֆինանսավորողի տեսանկյունն ենք նայում, մեզ մոտ պակասում է հայերեն այդ նախածանց ասված haman։ Եվ մենք էլ նորից եմ ասում մեր պահով
համա, այսինքն իրար հետ իսկապես կարողանանք աշխատենք։ Այդ համագործակցելը մեր մոտ բավականին աղավաղված է, որտեղ համագործակցել լինում է համաֆինանսավորել։ Իրականում համագործակցելը աշխատանք է նաև իրանից ենթադրում, ոչ միայն ֆինանսավորում։ Ու մենք էլ մեր դերն ունենք որպես արդեն ֆինանսավորող։ Եթե կարողանանք, եթե մի լուծում տալու լինեի, եթե կարողանանք իրար հետ սկսենք բառեզբուն իմաստով աշխատել, պետություն, մասնավոր սեկտոր, ՀԿ սեկտոր, հիմնադրամներ եւ այլն, եւ բնականաբար ստեղծարար դաշտը, ամբողջ արվեստագետները եւ այլն, ես կարծում եմ, որ այդ էկո համակարգերը, այդ կլաստերները, այդ ամբողջը բնականon կծնվեն։ Երկար կամ կարճ սպասելուց հետո, բայց բնականon կգան։ Այս պայդրությամբ այդքան մենք չենք տեսնում այդ իրար հետ աշխատելու նախ ցանկությունը եւ իրականությունը։ Օրինակներ շատ པարզ տամ ու արդեն փոխանցեմ արտակին։ Երբ որ մեզ դիմում են մի ծրագրով, լինի դա փառատոն, լինի դա, չգիտեմ, ինչ որ մշակութային կոթողի վերանորոգում եւ այլն, տարբեր ստեղծագործական ինչ որ աշխատանքներ եւ այլն, շատ հազվադեպ կարող եմ մի ձերքի վրա հաշվել այն կազմակերպություններին, ովքեր իրար հետ համախմբվել են, ամեն մեկը իր ուժեղ կողմը վերցնելով, պետությունն էլ իր դերը, մասնավոր սեկտորն էլ իր դերը, ու իսկապես co-designed արված մենք պրոդուկտ ենք, հայտ ենք ստանում դրամաշնորհի համար։ Այսինքն այդտեղ պակասում է ֆինանսավորումը ընդհանրապես, որը նաև կարող ենք մենք էլ մասնակցել այդ դիզայնին, բայց շատ հազվադեպ ենք դրան հանդիպում։ Ու դրա կարոտը կա։ Ու մինչև ես կարծում եմ մենք իսկապես համագործակցել, այսինքն համագործակցություն չունենանք Հայաստանում, մանավանդ մշակութային ոլորտում, դժվար կարողանանք համակարգեր բարելավել, համակարգեր ստեղծել, կլաստերներ երազել եւ այլն։ Կլինենք էլի անհատներ, էլի հաջողակ, թեկուզ, կլինենք տաղանդներ ու շատ ունենք, բայց կլինենք պարակտված, անջատված եւ գիտեք բանի այդ ինստիտուցիոնալացման հետ վերադառնալու համար ինստիտուցիոնալացման բանի մեջ սահմանման մեջ կա ժամանակ գործոնը եւ շատ կարեւոր է ժամանակը։ Մենք լավ նոր երկիր ենք կամ տարբեր հեղափոխություններով անցած երկիր ենք, ինչ որ մի ռեժիմ բանից համակարգից ուրիշ համակարգ ենք այս վերջին 30 տարվա մեջ փոխվել, հետո եւ այլն, բայց մեր մոտ ժամանակի կարեւորությունը այնքան չենք անդրադառնում, որ իրականում հետ ենք մնում ժամանակը մեր կողմ բերելուն։ Եկեք համագործակցենք, եթե մի կոչ ունեմ ասելու դա է, այդպես պատկերացրեք նաև երբ որ մեզ եք դիմում, եթե դիմողներ այստեղ կան ու տեսնում եմ մի քանի դեմքեր մեր շահառուներից, ամեն դեպքում մեծ սիրով մենք էլ մեր ներդրումը կունենանք ու կարծում եմ միասին իրոք կկարողանանք այդ համակարգային փոփոխությունները բերել։ Շնորհակալություն շատ Կորոնջյան, դուք ֆինանսական կազմակերպություն եք ոնց որ ասացիք, դա ուժային կենտրոն է, նույնքան ինչքան քաղաքականություն մշակողը, հենց որ ձեզ վրա այդ պատասխանատվություններն եք դնում, հույս ունենք, որ դուք նաև կխթանեք ինչ որ ձևով։ Ռեարմինյան ինքը հենց համայի մասին է, այսինքն դա ձեր մանդատն է։ Ինչ եք տեսնում հեռանկարում, ինչ սիրուն լուծում եք տալիս մեր լսարանի։ Իրականում հենց այդ հեռանկարի մեջ մեր առաքելության մեջ է այդ տողը կա, որ մենք նպատակ ունենք Հայաստանը դարձնել համախմբված ու զորացված համայնքի, սուպեր համայնքի, որը ուղղված է լինելու Հայաստանը ավելի լավը դարձնելուն, ավելի տրանսֆորմ անելուն, այդ եթե մի քիչ հեռու նայենք, իսկ կոնկրետ հիմա ես ինչ կառաջարկեի, որ բոլորս գուցե այդ project mindset-ից գնանք էկոսիստեմ mindset-ի, այսինքն մենք ունենանք թե ֆինանսավորման, թե աջակցության, թե զարգացման տեսանկյունից ոչ թե իզոլացված պրոյեկտներ նայենք, այլ էկոհամակարգեր ու նաև միտքեր հնչել, տարբեր հաբեր, տարբեր լաբեր, creative եւ այլն։ Բնականաբար, եթե մենք կարողանանք այդ տեսակի կազմակերպությունների, ինստիտուտներին օգնել, ազդեցությունը միանգամայն ավելի մեծ կլինի, քան եթե մենք իզոլացվածի գնանք, հետեւաբար բոլորիս կոչը երևի բոլորին կոչը այդ կլինի, որ ինչքան հնարավոր է աջակցենք նաև այս տեսակի նախաձեռնություններին եւ շեշտը դնենք հենց համակարգի կամ էկոհամակարգի զարգացման վրա։ Շնորհակալություն։ Ռազմավարության
մեր ռազմը վարելու վրա։ Շնորհակալություն շատ, հույս ունենք, որ հավակնությունը մեծ կլինի եւ ձեզ դիմելու եւ մյուս պրոյեկտների։ Շատ շնորհակալություն պանելի մասնակիցներին, իսկապես հետաքրքիր էր, հույս ունենք, որ վերլուծություն ու ռեֆլեքսիա կլինի այս պանելից հետո բոլորիս մոտ ու մենք մեր դասերով ու մեր սեփական ենթադրություններով էլ ենք դուրս գալ։ Շնորհակալություն շատ բոլորին։